Ներկայացնում են Կախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցը։ Թեման հայ ժպիտի տխուր հերոսը, քարտեզագրելով Մհեր Մկրտչյանի անցած ուղին։ Նախագծի նպատակը։ Մեր նախագծով նպատակ ունենք ոչ միայն քարտեզագրել Մհեր Մկրտչյանի անցած ուղին, այլև բացահայտել նրա թողած հոգևոր ժառանգությունը, որպես հայրենասեր, քաղաքացի եւ մշակութային լուսավորիչ։ Այս նախաձեռնությամբ մենք իրականացնում ենք պետական չափորոշի այն գաղափարը, որ կրթությունը պետք է կամուրջ դառնա, անձի եւ հայրենի մշակույթի, անցյալի եւ ապագայի հիշողության եւ ինքնաճանաչման միջեւ։ Նախագծի յուրահատկությունն էլ այն է, որ այն իրականացվել է աշխարհացույց հարթակի շնորհիվ, որտեղ մեր ստեղծած փիների օգնությամբ կենտրոնացրել ենք Մհեր Մկրտչյանի կյանքի եւ ստեղծագործական ու կարեւոր վայրերը, դարձնելով նրա պատմությունը սերնդեսերունդ փոխանցվող արժեք եւ թվային։ Մհեր Մկրտչյանի արվեստն ուսումնասիրելով հասկանում ենք, որ յուրաքանչյուր մարդ կարող է թողնել իր հետքը, իր արժեքների, զգացմունքների եւ գործերի միջոցով։ Համայնքային աջակցությամբ եւ համատեղ ներգրավմամբ մենք կարող ենք տարածել այս արժեքները մեր դպրոցում եւ քաղաքում։ Մեր առաջին քայլը Գյումրու փողոցներն էին։ Մենք հանդիպեցինք քաղաքի տարեց բնակիչների, ովքեր դեռ հիշում էին Գյումրին, դիտել էին նրա ֆիլմերն ու ներկայացումները։ Նրանք պատմում էին, թե ինչպես էր միշտ ճգտում, բարևում եւ երբեմն կանգնում զրուցելու ամենասովորական մարդկանց հետ։ Այս հանդիպումները մեզ օգնեցին հասկանալ, թե ինչու է Գյումրին ասում Ֆրունզիկը մերն։ Մեր քաղաքի ամեն անկյունը հիշում է նրան։ Մհեր Մկրտչյանը Ֆրունզե ոչ միայն մեծ դերասան էր, այլև մի ամբողջ սերնդի ժպիտ։ Իսկ այդ ժպիտի հետևում թաքնված էր մի անսահման հոգի, ցավի, նվիրումի եւ հայրենասիրությամբ լի։ Մենք որոշեցինք ուսումնասիրել այդ հոգին, քարտեզագրելով Մհեր Մկրտչյանի անցած ուղին։ Այսօր մենք այցելեցինք Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան։ Այնտեղ կար շատ ձեռագրեր, նկարներ, մատյաներ, որոնք կարծես խոսում էին. մի մոռացեք արվեստը, մի մոռացեք Գյումրին։ Այնտեղի աշխատակիցները մեզ պատմեցին, որ այցելուներն այստեղից հեռանում են ավելի հարուստ, ոչ թե նյութեպես, այլ հոգով։ Այս հուշը դարձավ մեր աշխատանքի առաջին փինը, Ֆրունզիկի տուն վերնագրով։ Մեր հետազոտությունը շարունակվեց Ախուրյանի համայնքային գրադարանում, որտեղ անցկացվում էր ցուցահանդես նվիրված Մհեր Մկրտչյանին։ Այնտեղ մենք ուսումնասիրեցինք նրա գրքերից, հոդվածներից եւ նկարներից։ Այդ այցելումից հետո ծնվեցին նոր փիներ նվիրված Մհեր Մկրտչյանի կյանքին եւ հոդվածներին, տևակներին։ Շնորհակալություն աշխարհացույց հարթակին մեզ հնարավորություն տալու ոչ միայն քարտեզագրել եւ հայտնաբերել Մհեր Մկրտչյանի անցած ուղին, այլև կազմակերպել եւ ներկայացնել մեր հետազոտությունը թվային ձևաչափով։ Հարթակը մեզ սովորեցրել աշխատել փիներով, ավելացնել տեսանյութեր, մեջբերումներ եւ ամենակարևորը դարձնել պատմությունը կենդանի, ինչպես մեր աչքերի առջեւ, այնպես էլ դիտողների համար։ Այս փորձը մեզ ցույց տվեց, թե ինչպես կարող է տեխնոլոգիան դառնալ ուսուցման ու ստեղծագործության հզոր գործիք, եւ որը կապում է անցյալը, արվեստը եւ մեր հետազոտության արդյունքները։